Բարև հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգահարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաեւ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են փաստաբան Սուսաննա Սարգսյանին։ Բարև Սուսաննա, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ 6.5 տարի անց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Ծանասարյանը արդարացվեց։ Մենք բոլորս էլ հիշում ենք, որ այդ գործը հիմնականում հարուցվեց բժշկական սարքավորումների հետ կապված եւ լրագրողների այն հարցին, որ Դավիթ Ծանասարյանը արդարացվեց, Արսեն Թորոսյանը հիմնականում Նարեկ Կիրակոսյան, որ խոսում էր այս մասին, Արսեն Թորոսյանի հետ, Արսեն Թորոսյանը հայտարարեց կեցցե արդարադատությունը։ Սուսաննա, քանի որ դուք եք դեռ փաստորեն գործընթացի մեջ, այսպես ասված, եւ Դավիթ Ծանասարյանը միշտ հայտարարում էր, որ այդ գործը շինծու է, սա շինծու գործ է եւ երբեք մեղադրանքները չընդունեց։ Նույն կարգավիճակում էլ դուք եք համարելով, որ ձեր հանդեպ արված ամեն ինչը դա շինծու գործ է եւ մենք մի օր գուցե արդեն վստահ եմ ավելի շուտ ոչ թե գուցե լսենք նաեւ ձեր արդարացման մասին։ Դավիթ Ծանասարյանի հանդեպ արդար էր այս ամենը, քանի որ դուք եք այս ամենի միջով անցնում 6.5 տարի, դա նշանակում է մեծ ֆինանսական ծախսեր, հոգեկան այս տառապանքները, ընտանիքի մի խոսքով սա ինչ էր այս մարդու նկատմամբ եւ ով պետք է հատուցում տա այս ամենի համար։ Տեսեք, ես մի բան եմ հասկացել այս ամբողջ քաղաքական հետապնդումներից ցանկացած անձի շուրջ կամ անձի վերաբերյալ, որ այսպես մի հատ ռուսերեն ձևակերպում ունեն տեստ նա պրոչնեստ, ով ինչպես կտանի, ով կկոտրվի, նայել ըստ այդմ, ըստ իր պահվածքի եւ դիմասկունության կհայտնվի որոշակի ճամբարում, յուրայինների եւ ոչ յուրայինների։ Հիմա Դավիթ Ծանասարյանին ինձ թվում է փորձում էին ամրության, կայունության կամ իր սկզբունքների վրա վստահության եւ մաքրության այդ փորձարկումը անցկացնել, եթե ես մեծ համոզմունք ունեմ, խորին համոզմունք ունեմ, որ եթե մեղադրանքները լինեն արդարացի եւ ակնկալվող դատավճիռը լինի մեղադրական, դատական գործերը այսքան երկար չեն տևի։ Քանի որ ինչա, ցանկացած պարագայում ինչպիսի խափանման միջոց էլ ընտրված լինի անձի նկատմամբ 6.5 տարի անձը եղել է որոշակի սահմանափակումների մեջ, ինչը չամեն դատական նիստի գնալը, ինչքան լուրջ պատրաստված լինես, ինչքան էլ դու վստահ լինես քո արդարացիության վրա, միևնույն է դա հոգեբանական որոշակի ստրեսը ապրումներ, որ մարդը ապրում է, այսինքն մարդուն հոգեբանորեն հոգեկան տառապանքներ են պատճառում մարդուն, հետո դատախազություն երկու տողով երևի կասի կամ չի ասի, եթե պահանջի Դավիթ Ծանասարյանը, ներողություն կխնդրի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բայց արդյոք թեկուզ որոշակի բաց թողնված օգուտ կամ բարոյական վնասի հատուցում եւ այլն, արդյոք կարող է այս հատուցման միջոցները, եղանակները կամ դատախազության դատարկ ներողությունը հատուցել այն բոլոր ապրումները եւ այն բոլոր զրկանքները, որը մարդը անցնում է այդ տարիների ընթացքում։ Նույնն էլ իմ դեպքում է, եթե վստահ լինեին, որ այո, դատական ակտ կունենան եւ արդարացի եւ իրենց ակնկալվող, այսինքն մեղադրական, երևի 3 ամիս առաջ արդեն դատական ակտ կունենայինք։ Բայց այսօր ինչ են անում, դատավորներ են փոխում, սա արդեն դարձել է պրակտիկա, որ դատավորներ փոխելով կարելի է գործը ցկցկել արդարացված եւ ոչ արդարացված մեթոդներով, կարող են ստեղծել դատավորի ինքնաբացարկի հիմքեր, ինչի՞ չէ դատավորին փոխելու համար։ Մի խոսքով այո, կեցցե արդարությունը եւ արդարադատությունը, որ ինչ որտեղ գոնե հաղթանակում է կամ իր ասելիքը, իր խոսքն ասում է, բայց արդյոք ունենք մենք բավարար քանակությամբ այնպիսի դատավորներ, ովքեր կանգնած են իրենց արդարադատության թիկունքում իրագործում են արդարադատություն եւ այո ունեն նման համարձակություն։ Մենք այսօր նման դատավորների դեֆիցիտ ունենք։ Իրականում դատական համակարգում դատավորների անկախ քանակի, որ ավելացում են, մենք իրական դատավորների լուրջ կրիզիսի մեջ ենք։ Եվ
դա բախտի բան է, թե ով քո դատական ակտը կկայացնի։ Եվ ես կարող եմ շնորհավորել Դավիթ Սանասարյանին, որ իր բախտը Ասում եք, ուղղակի Տարոսը բերել է։ ձեզ- Տարոսը ինձ Դավիթ Սանասարյանի բախտը այս դեպքում բերել է, քանի որ այո, իր գործը քննեց եւ ավարտին հասցրեց Դավիթ Բալայանը։ Ընդ որում ինքն էլ էր կարծես թե շեշտադրումը հենց դատավորի վրա անում էր շնորհակալական խոսքերն ասելու ժամանակ։ Ակնհայտ էր, որ Դավիթ Բալայանի դեպքում ոչ օբյեկտիվ դատական ակտ ակնկալելը մի քիչ աբսուրդ կլիներ, քանի որ Դավիթ Բալայանը հենց այն դատավորներից մեկն էր, որ դատարանների շրջափակման այդ ակցիայի շրջանակներում անգամ փորձում էր մտնել, այսինքն ինքը իր առաքելությունից հետ չէր մնում ցանկացած պարագայում, անգամ ցանկացած եղանակով եւ ակնհայտ էր, որ իշխանական պատվեր կատարող դատավոր չի եւ նրանից ակնկալել իշխանական պատվերի շրջանակներում որևէ մեկի դատապարտումը իմ համար աբսուրդ կլիներ։ Չէի հավատա։ Հիմա անդրադառնանք երեխաների առևանգման այդ գործերին։ Մենք դրա մասին ձեզ հետ շատ ենք խոսել, դուք եղել եք այդ կիզակետում որպես փաստաբան տարիներ առաջ։ Ճիշտ ասած, այս մասին ուզեցի խոսել այն դեպքից հետո փոքրիկ Տիգրանի դեպքը, որ եղավ, ցավոք բոլորս էլ ազգովի ուզում էինք, որ բալիկին գտնեն, եւ դրան զուգահեռ երեխաների առևանգման, այսպես ասած, դեպքերի մասին սկսեցին համացանցում գրել։ Ճիշտ է, ներքին գործերի նախարարությունը արձանագրեց, որ չկա նման բան, որտեղ չկան դիմումներ, չկան, ճիշտ է, զանգերը լինում են, գնում են, բայց ամեն դեպքում ոչինչ չեն հայտնաբերում, բայց ծնողներին հորդորեցին լինել ավելի ուշադիր։ Հիմա ինչ կա այս դեպքերի հետ կապված, քանի որ նախ միջև արդեն այն լուրերին, որ այդ առևանգման գործերի հետ կապված համացանցում տեղեկատվություններ են տարածում, ուզում եմ երեկվա կառավարության նիստից Նիկոլ Փաշինյանը հիմնականում խոսում էր կրթության ոլորտի հետ կապված եւ ընտանիքների առանձին ապրելու, միասին ապրելու, աղքատ են, որ ընտանիքները միասին են ապրում, երեխաները հիմա ավելի ազատ են, որտեղ ծնողները նրանց տալիս են այդ ազատությունը եւ տալիս են այդ վստահությունը մայրաքաղաքում եւ հատկապես խոշոր քաղաքներում ծնողները ավելի ազատություն են տալիս երեխաներին եւ ավելի մեծ վստահությամբ են վերաբերվում նրանց։ Դպրոցներից չեն ուզում երեխաները տուն գնան, որտեղ այդ կրթական համակարգում այդ կատարված բարեփոխումները թույլ է տալիս, որ երեխաները մեծ հետաքրքրություն ունենան կրթության հանդեպ։ Մի խոսքով, վարչապետի նման մոտեցումը, Մերձավանի դպրոցի դեպքը, Մխիչյանի դպրոցի դեպքը, վերջի զանգ եւ դեպքեր եղան, կարող ենք ասել, ամեն տարի այդ դեպքերը կրկնվում են անվտանգության հետ կապված։ Մի խոսքով եւ դրան զուգահեռ ինչու եմ այս ամենի մասին ուզում խոսել, որտեղ դպրոցի հետ կապված դուք էլ եք գրառում կատարել, որ դպրոցը դա ուղղակի շենք չէ, իսկ ուսուցիչը դա միայն ձևակերպում չէ։ Դատապարտել եւ դատապարտելու եմ ցանկացած երևույթ, որը հարիշ չէ հային, հայեցի, կիրթ գրագետ չէ։ Ժամանակներն այնքան են վայրենացել եւ կիրթ հասարակությունից մեծ քայլերով վերածվում ենք բարբարոսների։ Տեսեք, Մի քանի հարց ես ընդհանրացրեցի եւ սրանից հետո արդեն գալիս ենք առևանգման գործերին երեխաների։ Այն որ այո, շատ ծնողներ երեխաներին շատ ազատություններ են տալիս եւ երեխաները կարծես թե օգտվում են այդ ծնողների բարեհաճությունից երեխաներին չնեղացնելու, երեխաների խոսքով շարժվելու, բայց եկեք հետ գնանք, թե նաև պետությունը ինչպես էր քարոզում կոնվենցիաների ընդունումը եւ ինչպես ընդունեց մեր կողմից շատ քննադատված կոնվենցիան, որը հենց այդ կոնվենցիայով էր երեխաներին շատ մեծ ազատություններ տրվում։ Նաև ես շատ լուրջ միշտ խոսում եմ այս մասին, անգամ եւ որպես փաստաբան են ինձ դիմում երեխաների հարցերով, երեխաների խոշտանգման հոգեկան տառապանք պատճառելու հարցի շուրջ սա էլ է շատ կարևոր եւ սրանք զուգահեռ հարցեր են, որ եւ երեխային շատ ազատություն տալը եւ երեխային շատ սահմանափակումների մեջ դնելը, սա ծայրահեղությունից ծայրահեղություն է։ Ընդ որում երեք մարդու իրավունքների պաշտպաններ խոսեց երեխաների հետ կապված այս նշեց բռնությունները, հատկապես սեռական բնույթի բռնությունների մասին էլ խոսվեց։ Սա սեռական ինչ վերաբերում է սեռական բռնություններին, ես այստեղ իրավապահ համակարգի եւ երեխաների պաշտպանող կառույցների մեղավորությունը շատ մեծ է, քանի որ հատկապես մարզերում
գիտակցության եւ իրավագիտակցության ցենզը այնքան ցածր է, որ երբ ծնողի հետ կամ կոնկրետ դեպքով ծնողը արտահայտվում է դեպքի մասին, ես շատ ցայտուն դեպք ունեմ, որին անմիջապես մինչ օրս 2019 թվականից մինչ օրս առերեսվում եմ, առնչվում եմ, եւ իմ մոտ մինչ օրս ես չեմ կարողանում տեղավորվել այդ ծնողի վարքագծի մեջ կամ ընկալել, ծնողը դեպքը պատմում է այնպիսի հաճույքով եւ դեմքի արտահայտությամբ, կարծես ինքը դրանից իր երեխայի մասին չի խոսում, կամ երեխան ցավ չի ապրել կամ այդ դեպքից ուղղակի հաճույք է ստացել։ Սա անոմալ է ծնողի համար եւ իրավապահ համակարգի վերաբերմունքը այս ընտանիքի վերաբերյալ, այս գործի վերաբերյալ, ընդհանուր դատարանների վերաբերմունքը, որ մենք կարծես թե դուժող կողմ լինեինք պաշտպանության կողմը, որ պայքարում էինք այս դեպքի իրական մեղավորների եւ ամբողջական շրջանակի բացահայտման համար, եւ սա կոնկրետ այդ երեխայի շահերից էր բխում անչափահասի, բայց իրավապահ համակարգը եւ դատական համակարգը գտնվեց արձանի դիրքում եւ կարծես անչափահաս երեխայի այսօրվա վաղվա մասին չէր խոսքը եւ ես համոզված եմ, որ այդ երեխային հիմա էլ տանենք դատաբժշկական փորձաքննության, նորից այդ երեխան սեռական բռնության ենթարկված կլինի։ Ծնողների մոտեցումը, ես կհիշեք ձեր հաղորդումներից մեկի ժամանակ եմ ասել, եւ երեխայի դաստիարակությունը եւ անվտանգությունը, երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է սկսել ծնողի դաստիարակությունից։ Մենք այսօր լուրջ խնդիր ունենք ծնողի դաստիարակության վերաբերյալ պատկերացումների, գիտակցության հետ, թե ինչ են անում եւ իրենց արարքի հետևանքը ինչ է լինելու։ Կարծում եմ այստեղ իրոք մեր հանրության համար մենք շատ անելիքներ ունենք։ Խոսում ենք ծնողների մասին եւ դրան զուգահեռ գանք հասնենք նաեւ դպրոց, մանկավար, ուսուցիչ, աշակերտ փոխհարաբերություններին, որտեղ այն ինչ որ տեսանք մենք տեղի ունեցել Մերձավանի դպրոցում, գիտեք Սուսաննա, կարծես թե դա մեզ համար ինչ որտեղ նոր բան չէ, բոլորս էլ գիտենք դպրոցներում ինչ է կատարվում, բայց այդպես ցայտուն կերպով համացանցում այդ տարածել այդ տեսանյութերը, ընդ որում դուք որպես օրենքի մարդ կարող եք ասել, որ երեխաների մասնակցությամբ այդ տեսանյութերի տարածումը եւս անթույլատրելի էր։ Ասեք։ Սկսենք Մերձավանի դեպքից, նախ հենց երեխաների պաշտպանության կոնվենցիայով, մեր ներպետական օրենքներով երեխաներին ներգրավելը որևէ ակցիաների մեջ արգելված է։ Բայց ինչ տեսանք, հենց կոնկրետ Մերձավանի դեպքով երեխաներին ներգրավեցին կոնկրետ իրենց նպատակների համար իրականացվող ակցիային, հետո համացանցում հայտնվեց աշակերտներից մեկի վերաբերյալ մի տեսանյութ, որտեղ երեխան աստիճանների վրա դհոլով նստած գումար է վաստակում։ Ես անկեղծ ասած չարձագանքեցի այդ տեսանյութին, որ նախ հաղորդում ունեինք կայանալիք, երկրորդ, որպեսզի ավելի չտարածենք այդ նախ ես նման տեսանյութերը եթե նկատել եք չեմ էլ տարածում ուղղակի արձագանքումը, սա շատ կոնկրետ երեխային նոր որ խոսում էի հոգեկան տառապանք պատճառելու փայլուն դեպք է։ Եվ նորից անդրադառնանք իրավապահներին։ Ես չեմ տեսել, փորձեցի գտնեմ, եթե կա, չգիտեմ, չեմ հանդիպել իրավապահների արձագանքին երեխային ուժեղ հոգեկան տառապանք պատճառելու դեպքի արդիվ վարույթ հարուցվեց, թե չէ սա խոշտանգում է, դասական խոշտանգում, որը հրապարակային բնույթ է կրում։ Կներեք, դրանից հետո երեխային անպատվեցին, որոշակի ծնողներ փորձեցին իրենց դաստիարակությունը փիառել, թե իրանք լավ ծնող են, կայացած են մյուսը ոչ, բայց արդյունքում թիրախում երեխաներ։ Հետո նորից երեխային ինչ որ մի տղամարդ նստացրել էր կամ ստիպում էր, չգիտեմ, ամեն դեպքում երեխան դիսկոմֆորտ վիճակում էր եւ ստիպում էր, որ ներողություն խնդրի մանկավարժից, հետո արտասանի մանկավարժի համար նախ տվյալ անձի խոսքի բովանդակությունից ակնհայտ էր, որ հետ ինքը կրթական ցենզի խնդիր ունի, ցածր մակարդակ եւ արտասանի ներողություն խնդրի հանրությանը դիմի, սա այս անձի վերաբերյալ վարույթ հարուցվեց,
Ով էր այս անձը, եթե անգամ լիներ ծնողը, ծնողն էլ իրավունք չունի երեխային հրապարակային հանդես գալուն հարկադրելու, հրապարակային, այսինքն երեխայի թեկուզ երեխան ճիշտ է եղել, սխալ է եղել, դա հարցի լրիվ մյուս կողմն է, որ չի կարելի բերել, ասել, այ եթե երեխան սխալ է եղել, մենք նաև հրապարակային պետքա երեխային հոգեկան տառապանքների ենթարկենք, որ կառույցն է արձագանքել։ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, ես տեսա արձագանքը, կներեք, դա կարող էր դպրոցի պահակի հայտարարություն լինել, որ երեխայի իրավունքները խախտվել են, մանկավարժի իրավունքները խախտվել են, դրա վերաբերյալ պետք է վարույթներ լինի, դրա վերաբերյալ պետք է կոնկրետ շատ հստակ արձագանք լինի, մենք չտեսանք։ Եվ այս երևույթը ձնագնդի էֆեկտով մեծանում է։ Մեր հասարակությունում միշտ ենք խոսում այդ մասին, ատելության խոսքը օր-օրի շատանում է, ագրեսիան օր-օրի շատանում է, հաշվահարդարները սկսած անչափահասներից, երեկվա հենց թարմ լուրն եմ ասում, եղբայրները դանակահարում են 16-15 տարեկան։ Անչափահասները հայտնվում են սրա կենտրոնում, սա ինչի հետևանք է, այ որ խոսում ենք, որ երեխաները, հատկապես տղա երեխաները մանկապարտեզից պետք է դաստիարակվեն որպես զինվոր, այսինքն հայրենիքի պաշտպանությանը պատրաստվեն։ Հայրենիքի պաշտպանության պատրաստվածությունը իր մեջ ներառում է նաև շատ ընդերքային, խորքային հիմքերից մեկն է միմյանց պաշտպանելը, որպես զինվոր, որպես զինակից ընկեր մեծանան։ Այսօր աղջկա համար կռվում են։ Մեքենան Էջմիածինի դեպքը հիշեն, մեքենայի անցնելուց մեքենայի վրա ջուր շփելու դեպքը, ինչի համար պետքա երիտասարդ տղան մահանար։ Մեքենա կայանելու համար դանակահարում ազդանշանի համար սպանություն, տոհմական թշնամանք եւ գնումա տարիներով։ Մենք գործ ունենք Սևանի մայրուղու վրա տեղի ունեցած դեպքը, որը արդյունք էր ազդանշանի, մահվան ելքով երիտասարդ մահացավ, միջև օրս դատական պրոցեսը գնում է։ Եվ միջև օրս մարդկանց մեջ ինչքան էլ ուզում է դատական պրոցեսների վրա որոշակի շահեր հետապնդելով միմյանց դեմ բողոք չունենան, բայց արդյունքում թշնամանքը մնաց, արդյունքում հետևանքը կա, անկախ նրանից մենք դատավարական որ կողմում ենք եւ հետևանքը որ կողմինն է, անկախ ամեն ինչից մենք մի ազգ ենք եւ այս երևույթը ամեն օր մեզ առնչվում է եւ մենք չգիտենք հաջորդ պահին որ մեկիս ընտանիք այս երևույթը ներս կմտնի ու իրավապահ համակարգը կարծես հանցագործությունների դեմ ոչ թե պայքարում է, այլ այս հանցագործությունները բուծում է։ Նույն այն դեպքը անչափահասի, որ քիչ առ որի մասին քիչ առաջ խոսում էի, միջև օրս մեղադրյալի դատապատճառը եղել է անձը իր պատիժը կրում, միջև օրս երեխայի ծնողները վնասում են դատապարտյալի ընտանիքի գույքը։ Արտաշատի ոստիկանությունը քննչականը արդեն հաշիվս կորցրել են, քանի հատ գործը հարուցվել։ Մեկը 20,000 դրամ տուգանքով է դատապատճառը կայացվել, մեկը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մյուսի համար ես ստիպված եմ եղել քննչական կոմիտեի նախագահին գրություն գրել, որպեսզի հաղորդման հիման վրա կայացված դատավարական որոշումները տրամադրեն, ու այս բարձի թողի վիճակը բերել է լուրջ հետևանքների, կրակեց տուժողի հայրը դատապարտյալի ընտանիքի ուղղությամբ բակում կանգնած գործանելուց, ու այս դեպքերը հավուր պատշաճի գնահատական, այսինքն չեն կանխվում, որևէ կանխարգելիչ դեպքերի հաջորդականությունը ցույց է տալիս, որ մարզում, որևէ հատկապես մարզերում, որևէ կանխարգելիչ միջոցառումներ չի իրականացվում, որևէ արարք շատ կոնկրետ գնահատականի չի արժանանում, որը ծնում է հաջորդիվ հանցագործություն։ Ու այս համակարգը արդեն ոչ թե մենակ հանցագործություններ է բուծում, այլև հենց համակարգն է դարձել հանցագործության կրողը։ Մենք ականատես եղանք դեպքերին, հենց քննչական կոմիտեից կատարված գողությանը։ Ու այս մարդիկ մեր մոտ հարց առաջանում, ո՞նց են պայքարելու հանցագործության դեմ։ Հանցավորությունը ո՞նց է նվազելու։ Իսկ քննչական կոմիտեի նախագահն հմեկի եթերում այնպես էր խոսում, ոնց որ այդ մասնավոր պահպանություն իրականացնող մասնավոր կառույցի ղեկավարը լինի, ոչ թե քննչական կոմիտեի։ Իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ խրախուսում էր հանցագործությունը կամ արդարացնում էր, այդքան էլ խիստ մի եղեք, էլի հանցավորության դեմ, ժողովուրդ ջան, մենք պայքարում ենք, դուք խիստ մի դատեք, մենք մի բան կանենք, բայց չէ որ այս ամեն ինչը
հետևանքները շատ ավելի լուրջ են, շատ ավելի ծանր են։ Այսօրվա փոքրիկ հանցագործության վրա, որ մենք չենք աշխատում, թեկուզ հոգեբանորեն, թեկուզ հանցանքը փոքր է, բայց արդեն մարդու մեջ այդ նպատակը կա, եթե համայնքը եւ համայնքի կառույցները, վարչական կառույցները չեն աշխատում այս փոքր խնդրի ուղղությամբ վերացնելու, կանխելու, հսկողության տակ պահելու, ինչի ենք զարմանում, որ մի օրվա մեջ մի քանի գյուղերում կամ մարզերում կամ քաղաքներում դանակահարություններ, վիճաբանություններ, իրար չզիջելու արդյունքում ողբերգական վթարներ, Ընդ որում արդեն անչափահասների դեպքում խառնվում են ծնողները, վերջում էլ դեպք ունեցանք, երբ արդեն հորը դանակահարեցին, մի խոսքով սրանք եթե խորանանք ամբողջապես հետագծով հետ գնանք, կտեսնենք, որ փոքր խնդիրների արդյունք է։ Սուսանա, սա հետ հեղափոխական շրջան է այս իրադարձությունները, թե եղել են պարզապես մենք տեղյակ չենք եղել դեպքերի մասին, թե Ասեմ, միշտ էլ Հայաստանի անկախացումից հետո, երբ որ մամուլը ավելի ակտիվացավ, այս աստիճան չի եղել, որովհետև եթե նախկինում մի քաղաքական, երկու քաղաքական ուժեր էին, որ իր ամեն մեկը իր մի քանի մամուլն ուներ, այսօր 3-4-5 քաղաքական ուժեր են կամ ավելի շատ, որը ամեն մեկը մի քանի մամուլ ունի, եւ այսպես իրար հերթ չտալով շատ դեպքերում նաև խեղաթյուրելով իրականությունը, այսպես ջոխացնելով, ուռճացնելով, շատ են մատուցում։ Սա մի կողմից։ Երկրորդ, մատուցման նպատակը իշխանությունների վարկաբեկելն է։ Իշխանություններին վարկաբեկելու կարիք չկա, դրան լավագույնս իրանք են դա անում, մենք այդտեղ ոչ մամուլը, ոչ մեկ անելիք չունենք։ Իրանք իրանցով, իրանք վարկաբեկում Ընդ որում ես չեմ ուզում ասել տառացի բառացի, այսօր Նիկոլ Փաշինյանը ինչ որ ստատուս էր գրել իր էջում, որը դարձավ արդեն քննարկման առարկա։ Ստատուսին կանդրադառնանք երևի այս հաղորդման շրջանակներում, բայց սա նաև, այո, հետհեղափոխական, քանի որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ ես չեմ հիշում, եթե ես սխալվում եմ, թող ինձ ուղղեն, ես չեմ հիշում, որ այսքան ատելության խոսք ա եղել։ Այսինքն սա ամեն ինչ ատելության հետևանքն է։ Որ քաղաքական խոսքը այսքան այլասերված ու այլանդակված է եղել։ Հայաստանի հայի համար արգելված խոսքը ընտանիքում, հասարակությունում, ես էլի եմ ասել, նախկինում եթե կնոջ ներկայությամբ որևէ մեկը փողոցում հայել կամ բարձր ինչ որ անշնորհ արտահայտություն աներ, դա կվերածվեր մեծ վեճի, որովհետև դա Ինչի՞ իմ ազգային ժողովում շատ հեշտությամբ։ Հիմա մենակ ազգային ժողովում են իրար մորթում այդ բարերի համար, իրար վիրավորելու համար, այն էլ զուտ շոուն ապահովելու համար, կարևոր հարցերից, կարևոր խնդիրներից ժողովրդին շեղելու համար եւ կարևոր հարցերի չքննարկելու համար։ Բայց այսքան այլասերված քաղաքական խոսք մենք չենք ունեցել։ Եվ այսօր ազգային ժողովը ուղիղ իմաստով գեներացնում է այդ ատելության խոսքը։ Հավաքում, կատարելագործում եւ տարածում է։ Ամեն մեկը այդ ազգային ժողովում ինչքան մարդ կա հավաքված, ունի հետևորդ, ունի բարեկամ։ Եվ այս կծիկը գնալով մեծանում է եւ դառնում է արդեն հաշվեհարդարներ։ Մեկի տան վրա են կրակում, միտեղ ավականու անդամ են գողանում, միտեղ չգիտես ինչ են անում։ Մեկի այս ավականու անդամի կնոջ մեքենան են այրում, հասկանում եք, սա Խաղապետարանում 15 հոգով մեկ ակտիվիստի են ծեծում։ Սա լուրջ չի, ժողովուրդ։ Մենք ոչ թե սթափվելու, մենք կոնկրետ վերակենդանացման խնդիր ունենք։ Սա անելու բան չի, որ անում են այս ազգի հետ, եւ օրինակ են ծառայում անչափահասին, այո, անչափահասը, եթե տեսնում է, որ ազգային ժողովում կարելի է հայոյել, կարելի է սպառնալ, վիզիտ կկտրեմ, կլսնեմ ահաց պատվալները եւ այլն, KGB-ի պատվալները եւ այլն, բարձր ամբիոնից, բարձր առերևույթ պետության համար բարձր հարգանք ենթադրաբար վայելող անձինք, որ պետք է իրենց խոսքով թելադրեին խոսքի մշակույթ, այսօր էլի թելադրում են խոսքի մշակույթ, բայց բացասական իմաստով ու անչափահասը սրանից օր-օրի ուզենք, թե չուզենք ոգևորվելու է։ Ինչ արեցին, նույն իրավապահ համակարգի անթողությունը, թմրանյութերը մտել են արդեն դպրոց, որտեղ են մեր երեխաների իրավունքների պաշտպանությունը, ինչ միջոցառումներ են ձեռնարկվում դպրոցներում, որպեսզի դպրոցում գոնե այս դեպքերը չլինեն, այսինքն ուսուցչի, դպրոցի ղեկավարության պատասխանատվության ներքո, այստեղ չենք կարող ասենք ծնողն է, դպրոցն է։ Եթե միտեղ դաստիարակության մեջ դպրոցից դուրս կարող ենք մեղադրել ծնողին, որ անթողության է մատնել երեխային կամ երես է տալիս,
դպրոցում կատարվածի համար մենք ծնողին չենք կարող մեղադրել, որովհետև շատ դպրոցներում ծնողների մուտքը արգելված է։ Ծնողական ժողովից ծնողական ժողով։ Այս համակարգը ունեցանք դեպք, երբ որ անմիջապես քննիչները իրեղեն ապացույց թմրանյութը վաճառել էին կաբինետից, ցերկալանավորվեցին։ Հիմա չգիտեմ ինչ հետևանք ա ունեցել։ Այս համակարգը ինչի իրանք իրանց դեմ պետք է պայքարեն։ Եվ որ վաճառողը բիզնեսի տերն իրանք են, իրենք պետք է պայքարեն։ Եվ այսպես մենք ամեն վարքյան, ոչ թե օրորի, ամեն վարքյան մեր հասարակությունը, թե դաստիարակության, թե կրթության, թե մյուս ոլորտներում մենք գահավիժում ենք անդունդ։ Սուզաննա, դուրս գան կարճատև գովազդային դադարի եւ ասեմ շատ հեռախոսազանգեր ունենք, որից հետո կփորձենք նաեւ պատասխանել մեր հեռուստադիտողներին։ Հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ ինչպես խոստացել ենք, փորձենք հեռախոսազանգի պատասխանել, որից հետո ես իմ հարցերը կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարեկես, ուղղակի ուզում եմ ասեմ, որ ամբողջ աշխարհն էլ այդ ձևի դեպրոցներում, չգիտեմ, ԱՄՆ-ում խայտարակություն օրինակ այս տիկինը, ասենք, կամ աղջիկը, չգիտեմ, բաները խոսում Հայաստանից, էլ ԱՄՆ-ում տեսեք ինչա կատարվում։
Լավ, հասկանալի է։ Երբեմն մեզ փորձում են համեմատություններ անենք, այսինքն փորձում են մեզ այդ համեմատականներով ինչ-որտեղ համոզել, որ մյուս երկրներում էլ է այսպես, ինչ ենք մենք խառնվել, ինչու ենք այսպես աղմկում։ Երբեմն չէ, շատ հաճախ ու հենց չգիտես ինչի ԱՄՆ-ի հետ։ Հարգելիներս ԱՄՆ-ն բազմազգ երկիր է։ Մեքսիկներ, արաբներ, թուրքեր, ինչ ազգ ասես կա, մենք հայ ենք։ Մեր երկիրը, մեր հատկապես դպրոցական համակարգը հայկական դպրոցական համակարգ։ Կամ ինչու՞ն թորինակել այդ վատորությունները եւ բերել դպրոց ասել բոլոր։ Տեսեք, քիչ առաջ ցիտեցիք իմ հրապարակումից, մենք հայ ենք։ Մենք աշխարհին այն կրթություն, այն մշակույթը, որ դուրս է եկել եւ տարածվել աշխարհում, ինչ շատ հաճախ մեղադրում են, որ ես մեր հայերին շատ եմ մեծարում, բայց այո, մենք ենք տվել։ Մենք հիմա գնանք, այ օրինակ Եվրոպային էլ են օրինակ բերում։ Եվրոպան հասել է մի կետի, եւ այդ կետից արդեն վերադառնում է իր արմատներին։ Միջոցներ է ձեռնարկումը իր ազգաբնակչությունը, կրթությունը վերադարձնել արմատներին, այսինքն տրադիցիոն դաստիարակությանը։ Այսինքն մենք ուր ենք գնում ենք հասնենք այնտեղ վազելով հասնենք այնտեղ, որտեղից Եվրոպան ու Ամերիկան փորձում են հետ գա։ Ինչի մասին ենք խոսում, ինչ համեմատություններ ենք տանում, կամ եթե միտեղ երեխային սպանում, պետքա թույլ տանք, որ մեր երեխաներն էլ իրար սպանեն, կամ այդ համեմատություն անողը երեխա ունի դպրոցում։ Փորձենք լսել մյուս հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարեզստիկին Պետրոսյան, բարեզստիկին Սարգսյան, նախ ասեմ, որ նախին զանգարողի հետ կապված անկախ համաձայն ենք, թե չէ, երբ զանգարողը նման ձևով է արտահայտվում այդ տիկինը կամ չգիտեմ ինչ, դրան պետք է պարզապես հասնել, որ նորմալ արտահայտվի անգրագետ զանգորեն պետք է հասկացնել բան հասկացնել։ Ձեր հարցը պարոն Սարյան։ Okay, Տիկին Սարգսյան, հիմա ձեր հետ կապված մի հարց Եթե համաձայն ենք շատերս ձեր ասացին հետ, ես անգանում եմ Գլենդելից, Միացյալ Նահանգներից, բայց քանի որ դուք խոսում եք դատական համակարգից եւ Հայաստանում անարդարությունից, ցանկանում եմ ձեր գործի հետ կապված հարց տալ, որքանով հայտնի է ձեր հանրային աղբյուրներից դուք եթե դուք ասում եք որ ձեզ քաղաքական հետապնդում են կայացնում ըստ մեղադրանքների դուք մեղադրվում եք ձեր հաճախորդից դրամական շորթում կայացնելու համար մասնավորապես ձեր հաճախորդը ձեզ խնդրել է դստեր գտնել դուք $1000 վերցրել եք նրանից եւ հետո ըստ մեղադրանքի եւ հետո ասել է որ դուք դրայել տեղ է բայց դուք այլ տեղ եք գնացել եւ նա բողոքել է ձեզ կալանավորել են ցանկանում եմ իմանալ այս վերջին տարբեր եթերներում ինչու դուք չեք նշել որ ինչն է մեղադրանքի իմաստը էությունը երբ ձեզ կալանավորել են եւ ինչ կասեք ձեր հաճախորդի ասած մեղադրանքների վերաբերյալ ձեր մասին ասում եք ճիշտ են թե ոչ շնորհակալություն զանգի համար ասենք որ մենք եթերների ժամանակ խոսել ենք այդ մասին այնպես որ այո շատ ճիշտ էր քաղաքացու հարցը ես փորձում եմ որոշակի հրապարակումներով այս մասին բարձրաձայնել բայց օբյեկտիվ է հարցը ինչի չեմ խոսում բուն մեղադրանքի եւ դուժողի վարքագծի կամ նրա ցուցմունքների հայտնած տեղեկությունների իրավացիության վերաբերյալ ես նախորդ հաղորդման ժամանակ էլ նշեցի որ դուժողները ցավոք սրտի դեռևս չեն հարցաքննվել եւ անգամ ես նախաքննության ընթացքում մի քանի անգամ միջնորդություն եմ ներկայացրել իմ հակընդդեմ հարցման իրավունքը ապահովելու ոչ թե առերեսման այլ հակընդդեմ հարցման իրավունքը քանի որ լուրջ մտահոգություն եմ ունեցել որ դուժողները ուղղակի չեն ներկայանալու դատական նիստերին ինչին որ այսօր բախվում ենք եւ ցանկացած գնահատական եւ փաստերի հրապարակում որը կարող է ազդել դուժողի հետագա ցուցմունքի վրա, որ քանի որ հակասությունները սարսափելի են, եւ ինչի չէի ուզում ես խոսեի դուժողի հակասությունների վերաբերյալ, որովհետեւ ցանկացած դիրքորոշում, որը հայտնվում է անգամ
իմ խափանման միջոցի երկարացման քննարկման կամ փոփոխման քննարկումների ժամանակ միանգամից դառնում էր տուժողների սեփականությունը եւ հաջորդ նիստին եթե գալիս էին արդեն իրանց դիրքորոշումները ձևավորված էր իմ նախկինում հայտնած դիրքորոշումների վրա, այսինքն ունենք դատախազության կողմից խիստ ուղղորդված շահագրգռվածություն ցուցաբերում, ճիշտ է, տուժողը հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ, բայց ամեն դեպքում հիմնական պատճառը, որ ես այս պահին դրա մասին չեմ խոսում, կոնկրետ տուժողների ստերի վերաբերյալ, բայց ես նախորդ հաղորդման ժամանակ եւ որ կոնկրետ իմ գործից ենք խոսում, նշեցի, որ լինելու են մեղադրանքներ պարտադիր, ես հասնելու եմ արդարությանը, ոչ թե սա կապրիզ է, այլ արդարության հասնելու ճանապարհ, քանի որ սուտ մատնություն կատարողը, որի արդյունքում անձը կալանավորվել է եւ այսինքն ցանկություն ունեին վարկաբեկել իմ տարիների աշխատանքը, բնականաբար դա չստացվեց, բայց սուտ մատնությունը պետք է հավուր պատշաճի գնահատականի արժանանա, որ մյուսները չլկտիանան, այսինքն ամեն մարդ պետքա իր խոսքի արժեքը հասկանա եւ հետևանքները։ Իսկ տուժողի կոնկրետ երեխայի գտնելու վայրի վերաբերյալ որևէ մեկը տուժողին խոսք չի տվել։ Ես անգամ կոնկրետ տուժողի հետ պայմանագիր չունեմ, իմ պայմանագիրը տուժողի հոր հետ է, 3 գործերով, որից մեկը տուժողի քրեական հետապնդման մեջ լինելու գործն է, հետախուզումը հայտարարված եղել երեխայի մոր նկատմամբ, Էլիզա Բայրամյանի նկատմամբ մի շարք մեղադրանքներով գործը քննվել է ազգային անվտանգության կողմից, խափանման միջոցը կալանք, տուժողը իմ միջնորդությունների հիման վրա ազատ եկել է Հայաստան, բնականաբար ըստ իրավական գործընթացների ձերբակալվել է, ներկայացվել է քննիչին, իմ միջնորդության հիման վրա քննիչի կողմից հետախուզվող խափանման միջոցը կալանքով մեղադրյալ Էլիզա Բայրամյանը չի ներկայացվել անգամ դատարան խափանման միջոցը կալանքը վերահաստատելու համար եւ նրա նկատմամբ երևի թե նաեւ հաշվի առնելով իմ տարիների հեղինակությունը եւ աշխատելավոճը եւ խոսքի արժեքը քննիչի կողմից բնականաբար դատախազի համաձայնությամբ կիրառվել է այն ժամանակվա համար նվազագույն շեմից 400,000-ից ցածր գրավ, որովհետև այդքան գումար կար տուժողի մոտ, կներեք մեղադրյալ Էլիզա Բայրամյանի մոտ, կիրառվել է 300,000 դրամ գրավ եւ նա ազատ է արձակվել ազգային անվտանգությունից, որից հետո դարձյալ իմ միջնորդությունների հիման վրա մի քանի հոդվածներով մեղադրանքները կարճվել են, մեկ մեղադրանքով գործը ապօրինի սահմանահատումով, քանի որ դատական ակտին հակառակ Էլիզա Բայրամյանը իր աղջկան հափշտակել էր հորից եւ ապօրինի կեղծ փաստաթղթերով տեղափոխել էր Ռուսաստանի Դաշնություն, կայացվել է համաձայնեցման վարույթի շրջանակներում դատավճիռ եւ որպես պատիժ, այսինքն վարչական տուգանքի կարգով, եղել է 200,000 դրամ տուգանք։ Եվ այստեղ սա այն դեպքում, եւ որ այս մեղադրյալը եւ իր ծնողները պայմանագրով նշված գումարը, չնայած ժամկետներ են սահմանված վճարելու համար, ամբողջությամբ չեն էլ վճարել, անգամ կատարված աշխատանքի համար չեն վճարել, թե ես ինչն եմ հափշտակել, թող կան դատարանում կպարզենք ինչն են հափշտակել, եւ հաջորդը, թե երեխայի 2 քրեական գործ է հարուցվել, եւ որից մեկը տատիկի, պապիկի վերաբերյալ դատարանի կողմից տեսակցության կարգ սահմանելու միջանկյալ դատական ակտը չի կայացվել, դա էլ հարկադիրի շնորհքն է, որ ի օգուտ հոր անգամ երեխայի միջազգային նորմերով սահմանված եւ ներպետական նորմերով սահմանված տատիկ պապիկի հետ տեսակցության կարգը հարկադիր կատարողը չի ապահովել եւ անգամ նշանակել էին դատահոգեբանական փորձաքննություն երեխայի նկատմամբ, թե իբր երեխան չի ուզում տատիկ պապիկի հետ տեսակցել, վախենում է եւ հոգեբանները տվել են այնպիսի եզրակացություն, որ այդ եզրակացություն, եթե ես լինեի հարկադիր կատարողը, ես սա չեմ ասում, որ Էլիզա Բայրամյանը իմ դեմ հաղորդում է ներկայացրել, այլ օբյեկտիվ տեսանկյունից, գիտեք, որ ես սուբյեկտիվ ծայրահեղությունների մեջ չեմ ընկնում, ես կդիմեի ոստիկանություն քրեական գործ հարուցելու տատիկ պապիկի վրա երեխային խոշտանգելու համար։ Սա բխում է դատական հոգեբանների, փորձագետների տված եզրակացությունից։ Այսքանից հետո, երբ որ արդեն բոլոր ճանապարհները տեսակցության կարգ սահմանելու, ապահովելու, տեսակցելու
վերջացած են եղել։ Ես կարողացել եմ իմ ներգրավելուց հետո իմ միջնորդություններով, մերժումներով, կատարված տեսակցությունների ապահովման ժամանակ կազմված արձանագրությունների հիման վրա հասնել նրան, որ հարկադիր կատարողի եւ երեխայի հոր նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ դատական ակտը չկատարելու համար, որի ժամանակ եսեք հիմա ինձ են մեղադրում, որ իմ անգործությամբ երեխային դուրս են բերել երկրից հայրը։ Քրեական վարույթի շրջանակներում երեխայի հայրը հին օրենսգրքով քրեական դատավորության հարցաքննվում է կասկածի շուրջ, նախազգուշացվում է երկրից չհեռանալու մասին քննիչի կողմից, որից 2 օր մի քանի օր անց դիմում է գրում քննիչին առանց որևէ ապացույց կցելու, թե մայրը հիվանդ է, սրտի խնդիր ունի, պետք է մոր հետ գնա Վրաստան։ Քննիչը շուրջ 20 օր նախազգուշացված կասկածյալի վերաբերյալ որևէ միջոցառում չի ձեռնարկում, նստում իր համար սպասում է մինչև կասկածյալը լքի երկիրը մոր եւ երեխայի հետ, որից հետո մեղադրանքի առ, այսինքն երբ համոզված է, որ վերջ արդեն երկիրը լքել են, իբր միջոցառումները ձեռնարկում բերման ենթարկելու երկիրը լքած կասկածյալին, որից հետո մեղադրանք է առաջադրում եւ խափանման միջոց են դրում փախուստի դիմաց կասկածյալի նկատմամբ, արդեն մեղադրյալի խափանման միջոց են դրում ստորագրություն չհեռանալու մասին հին օրենսգրքով։ Եվ այս ամենի համատեքստում ես միջնորդություն եմ ներկայացնում արդեն իմ վերաբերյալ գործը քննող քննիչին, ինձանից առգրաված Այլիզա Բայրամյանի եւ ծնողների վերաբերյալ փաստաբանական վարույթը զննելու իմ մասնակցությամբ, ինչպես նաև առգրավելու հարկադիր կատարման ծառայության գործը երեխայի տեսակցության կարգի վերաբերյալ եւ առգրավել արաբկիրում քննվող քրեական վարույթը եւ զննել, տեսնել ում մեղավորությամբ է երեխան լքել հոր հետ, չնայած իրավունք ուներ գնալու, բայց այստեղ հարցը կոնկրետ մեխը նրանումն է, որ կասկածի շուրջ եւ նախազգուշացված կասկածյալը լքում է երկիրը եւ քննիչը իրավապահ մարմնի ներկայացուցիչը ոչինչ չի ձեռնարկում, հսկող դատախազը արաբկիրի դատախազությունը ոչինչ չի անում, Էլիզա Բայրամյանի ինձ ուղարկած հաղորդագրություններում ակնհայտ, կաշառված, շահագրգռված գործողություններ քննիչի եւ դատախազի կողմից կատարված լինելու հաղորդագրություններին որևէ գնահատական չեն տալիս, քանի որ որպեսզի սկսեին խորանային այս զննությունների մեջ եւ գնահատականներ տային, կպարզվեր, որ Սուսաննա Սարգսյան փաստաբանը ինչ կարողացել է արել է այս ընտանիքի համար, այս երեխայի համար, որովհետեւ եթե նման գործեր են լինում իմ վարույթում, ինձ ծնողները չեն հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է երեխայի լավագույն շահը։ Իսկ այս երեխան ուներ առողջական խնդիրներ եւ այն հանգամանքները, որ ես ինքս ձեռք եմ բերել միջև իմ կալանավորվելը, Էլիզա Բայրամյանի մասին հեչ լավ բան չեն խոսում։ Լավ բան չեն խոսում նաեւ այս գործը քննող, իմ գործը քննող քննիչների մասին, որոնց վերաբերյալ ես հաղորդում եմ ներկայացրել դեռևս 8 դրվագով, թե ինչ պաշտոնեական հանցագործություններ են կատարել, բնականաբար դատախազությունը փեշերը փռեց իրենց համակարգում գործող հանցավոր խմբի անդամների գործողությունների վրա պաշտպանելու համար, հիմա բողոքարկել եմ դատարան։ Այստեղ արդարադատությունը, թե պետական պատվերից վեր կգտնվի, կպաշտպանի համակարգում գործող հանցավոր խմբին, թե կպաշտպանի արդարադատության շահը, սա արդեն երևի մոտակա օրերին պարզ կլինի, բայց որ այս գործը, այս հանցավոր խումբը, ոչ թե նրա համար, որ ինձ են մեղադրանք առաջադրել, ոչ թե նրա համար, որ ես եմ կալանավորվել, այլ որ իմ գնահատմամբ, իմ ընկալմամբ համակարգում նման երևույթներ, ես միշտ գրում եմ, պայմանական լևոնիկներ պետք է չլինեն, որևէ մեկը չի կարող իմ կարծիքը փոխել, որովհետև բոլորս յուրաքանչյուր մարդ, տեսեք այսօր քննիչները մեղադրյալի կարգավիճակում են, դատախազը մեղադրյալի կարգավիճակում է կալանավորված է, դատավորը կալանավորված է, քանի կալանքները հաստատել այս դատավորը, ուղղակի տվյալներ փոխելով, բայց այսօր ինքը կալանավորված է, բոլորիս առաջ է կանգնած, եթե չկա արդարադատություն, չկա օբյեկտիվ գործող համակարգ, իրավապահ համակարգ, մենք յուրաքանչյուրս կանգնած ենք
եւ մեղադրյալի կարգավիճակում հայտնվելու կիզակետում եւ հանցագործությունից տուժողի վտանգի առաջ են կանգնած եւ ցանկացած սա փորձանք է երկրի գլխին, այս գործելավոճը փորձանք է եւ այո գործի դնել ծախսել ոնց որ Դավիթ Սանասանյանի դեպքում հսկայածավալ մեղադրյալի հետ հաշտության որոշակի դրվագներ կարճել, տուժողի հետ նույն Էլիզա Բայրամյանի հետ խոստանալ, որ երեխային պետք է կգտնեն, կտան, կոնկրետ ապացույցներ կան այսօր գործում, որ իրանք անգամ ապօրինի գործողություններ են արել իբր երեխային գտնելու վերաբերյալ, քաջ իմանալով, որ իրանց գործողությունները ապօրինի է եւ արդյունքի չեն հասնելու, բայց խոստացել են, ստացել են իրենց ցանկալի արդյունքը, այսինքն շահագրգռել են տուժողին, տուժողը գնացել է այս անօրինական ապօրինի ճանապարհով եւ այսօր այս տուժողն ու քննչական մարմինը հայտնվել են նույն հանցավորի կարգավիճակում։ Նույն վիճակում իրանց կարգավիճակը տարբերություն չկա։ Մեկը պաշտոնատար անձ է, մյուսը պաշտոնատար անձի հետ համագործակցող, դիտավորյալ կեղծ տեղեկություններ հաղորդող անձ է։ Ու ես էլի եմ ասում, ինչի շատ չեմ բացում փակագծերը, որովհետև այս տուժողները դեռ շատ տհաճ անակնկալներ ունեն դատական նիստերի ժամանակ։ Դրա համար իմ պաշտպանները եւ որ իմ դատական process-ը սկսեց, մենք հայտարարություն տարածեցինք պաշտպանների միջոցով եւ իմ աջակցող խմբի միջոցով, որ լրատվականները կարող են ներկա գտնվել դատական նիստին։ Խնդրեմ, համեցեք։ Ես որևէ խնդիր չունեմ բացը, թող գան, լուսաբանեն, անձամբ ներկա լինեն եւ հանրությանը ես խնդիր չունեմ տեսանկարահանելու եւ այդ տեսագրությունը համացանցում դնելու ես անգամ խոստացել եմ որ հակակոռուպցիոն դատարանի ձայնագրություններն եմ հրապարակելու 8 ամիսը ես չեմ կարողանում դատարաններից ստանալ հակակոռուպցիոն դատարանի նիստերի կրիչները 8 ամիս եւ սա քիչ բան չի սա խոսում է այն մասին եւ շուտով այս իմ նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ մենք հրապարակային այսպես ասած դատավարության ականատես կլինենք ես այդ մասին լրացուցիչ կհայտնեմ առաջին ծիծեռնակը այսօր ես իրավունք չունեմ հրապարակել տվյալներ որովհետև նախազգուշացված եմ տվյալներ չհրապարակելու համար բայց շատ շուտով այդ տվյալների վերաբերյալ մենք ունենանք հրապարակային պաշտոնական կայքում դատավարություն որը հանրությունը կարող է հետևել եւ բոլոր հարցերի չէ մի կոնկրետ հարցի պատասխան թե ինչի են ինձ ապօրինի պահել կալանքի տակ մենք կստանանք Հարգելի հայրենակիցներ, նորընտապանը կրկին եթերում է եւ Սուսաննա Փաստորեն մենք սպասենք նոր զարգացումների, դրանց մասին դուք մեզ տեղյակ կպահեք ձեր գործի հետ կապված եւ ինչու է համացանցում տարածվում այն կարծիքը, որ երեխաների վաճառքը դա չափածուցված թեմա է։ Երեխաների վաճառքը չափածուցված թեմա չէ։ Եթե չունենք, եկեք անմեղության կանխավարկածներ չխախտենք, եթե դեռևս չկա դատավճիռ, դա չի նշանակում, որ որևէ մեկը իր հայտարարություններով կամ կոնկրետ անձի պաշտպանելու համար կարող է բազմաթիվ մայրերի մի հզոր բանակի վիրավորել կամ նվաստացնել նրանց կողմից բարձրացված հարցերը։ Ես կոնկրետ մի դեպք կարող եմ նշել, ոչ թե կարող եմ մի դեպք նշել, դեպքեր շատ կարող եմ նշել, բայց եթե դա չափածուցված հանգամանք է, քննչական կոմիտեն պետք է պատասխանի դեռևս 2 տարի առաջ, եթե ոչ ավել 2.5 տարի առաջ ներկայացված այն հաղորդմանը, թե ինչպես է պատահում, որ երեխան ում տալիս են առնվազն 7 օրվա կյանք, ում ուղեղի վրա ջուր է հավաքված եւ շատ ծանր հիվանդություններ ունի եւ ապրելու որևէ շանս չունի։ 2 ամիս հետո ծնողի հրաժարվելուց հետո ոչ թե որդեգրման, այլ մանկատուն հանձնելու վերաբերյալ հրաժարումից հետո 1-2 ամիս հետո երեխան անմիջապես որդեգրվում, ինչպես է պատահում, որ որդեգրված երեխայի մայրը դեռևս գրանցված է ծննդաբերող մայրը, ինչպես է լինում, որ սոցիալ նախարարության կայքում այդ COVID-ի ժամանակահատվածում արված հարցումների արդյունքում պարզվում է, որ մայրը ին վստահորդն է, հայրը իտալացի անձ է եւ այդ իտալացու սոցիալական քարտի համարը համընկնում է երեխայի իրական հոր սոցիալական քարտի համարի հետ եւ հարկադիրում Հայաստանի Հանրապետության հարկադիրում իտալացի տղամարդը հայի սոցիալական քարտի տվյալներով ունի
հարկադիր պարտավորություններ։ Թող քննիչական կոմիտեն պատասխանի այս հարցին։ Մենք այդ բոլոր փաստերը ներկայացրել ենք 2.5-3 տարի առաջ, մինչև այսօր մենք չգիտենք անգամ այդ գործը արդյոք այն մեղադրական եզրակացության ծավալի մեջ է կոնկրետ ինվեստահորթի դեպքը, որը ուղարկվել է դատարան, թե ոչ, եւ ինչի միջավորս ինվեստահորթը դժոխ չի ճանաչվել։ Եվ արդյոք այս դեպքը կոնկրետ փաստարկ չի, կոնկրետ ապացույց չի այն մասին, որ չի եղել ворթեգրում, եղել է առքուվաճառք, եւ ինչու՞ չէ, կարող է նաեւ բացահայտվել քննության արդյունքում, սա տեսակետ եմ, կասկած եմ հայտնում, որ այո հայրը մորից գաղտնի վաճառել է երեխային X անձի եւ այդ վաճառքը չեն կարողացել գրանցել եւ ոնց որ նախկինում եւ որ դատարաններն էին հաստատում ворթեգրման փաստը եւ այդ շատ հաճախ ворթեգրումը ձևակերպում էին որպես հայրության ճանաչման փաստ, որպեսի հետքերը շատ ավելի հմտորեն կորցնեն, այս դեպքը դարձյալ այդ փաստերից մեկը չէ, այդ դեպքերից մեկը չէ եւ ոչ թե ворթեգրվել է, այլ հայրություն է ճանաչվել։ Եվ այս դեպքը կոնկրետ այն ցայտուն դեպքերից մեկն է, որ ապացուցման կարիք չունի։ Մենք չենք ու այդ ծանր հիվանդություններն էլ կլինիկայի կողմից վերագրվող պարզումն է, որ ընդամենը ոտնաթաթի ծռություն է ունեցել երեխան եւ տարել են վիրահատելու համար։ Ուր գնաց այս երեխան։ Ինչի այսպիսի հետքերով որևէ այլ դեպքում մենք նման հետք չենք կարողանում գտնել։ Կամ մեկ ուրիշ դեպքով էլի երեխան ծայրաստիճան ծանր, բայց այսօր, մինչ այսօր այդ երեխան հաշվառված է իր ծնողների հետ, նույն հասցեում, որտեղ ծնողներն են հաշվառված։ Ոնց է այդպիսի բան լինում։ Լավ, սա թերություններ, քանիսն էր թերություն, քանիսն է չփաստարկված կամ չապացուցված, կամ որքանով է օբյեկտիվ ասել, որ դատարան գնացած մեղադրական եզրակացությունը չփաստարկված է։ Մենք չունենք, դա դռնփակ դատական նիստ է։ Եվ նման հայտարարություն անողը արդյոք տեղեկացված է այդ դռնփակ եւ ինչի՞ չէ, այդ ամբողջ գործը բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ են։ Այդ հրապարակողը որտեղից է հայտնաբերել կամ իրեն ինչ տվյալը հայտնի, որ այդտեղ փաստարկ չկա։ Այսինքն նպատակ ունի այս հայտարարությունը, ինչ որ մեկի պատվերն է կատարում եւ արվում է ինչու։ Ասեմ ձեզ, շատ ես մի քանի օր առաջ մեկ այլ լրատվականի, այսինքն անկախ լրագրողի հարցազրույց եմ տվել, միջազգային լրատվության լուրջ ուշադրության կենտրոնում է այս հարցը, որը արդեն մի քանի տարբեր երկրների լրատվականներ աշխատում են եւ հարցազրույցներ են վերցնում, եւ սա կարող է այո լուրջ խոճապ առաջացրած լինել մեղադրանքի պաշտպանության կողմի մոտ եւ այո սկսեն որոշակի ֆինանսավորման կամ ինչու՞ չէ թե խնդրանքի մակարդակի նսեմացնել այս գործի ամբողջ կատարված աշխատանքը ի վնաս ծնողների, բայց որ դեպքերը կան եւ սրանք փաստեր են եւ ինչի՞ չէ ես շատ լավ հիշում եմ այս խնդրի շուրջ նաեւ բարձրաձայնած Ռուզաննա Ադանալյանի կողմից դագաղ գերեզմանների վերաբերյալ դեպքերը եւ մենք չենք կարող ասել, որ այստեղ դեպքեր չկան։ Կամ փաստեր, որոնք վերլուծության եւ գնահատականի տեղ ունեն։ Եվ կան դեպքեր, որ սրանց շատ լուրջ պետք է անդրադառնալ եւ բացահայտել, այլապես կլինի, որ կարելի է երեխային վերցնել ծնողից, խաբել, խաբեության արդյունքում վերցնել, վաճառել, երեխայի եւ մոր ճակատագրի ընտանիքի ճակատագիրը խեղել եւ հետո ասել փաստեր չկան։ Այո, հնարավոր է, որ փաստերն էլ վերացնում են եւ շատ հմտորեն են վերացնում։ Եվ այդ փաստերին կարող է հասնել միայն քննությունը, իրավապահ համակարգը։ Փաստաբանը ինչքան էլ ուզում է իր լիազորությունների շրջանակներում գործողություններ անի, փաստաբանի համար ամբողջ պետական մեխանիզմը չի աշխատում։ Հակառակը, այդ ամբողջ պետական մեխանիզմը փաստաբանի դեմ է աշխատում։ Եվ ունենք այն, ինչ ունենք։ Եվ այսօր, այո, մենք պետք է պարզենք, այդ ովքեր են այդ տուժողները, ում գործերը գնացել է դատարան, ու ոչ մեկի ձենը դուրս չի գալի։ Ու ինչի դուրս չի, ես չեմ ասում բոլորը հելնեն ընկնեն փողոցները սկսեն գոռալ, ճչալ իրենց խնդրի մասին, այո, այստեղ նաև գաղտնիքի խնդիր կա, այստեղ նաև լուրջ խնդիր կա, որ մարդիկ հրաժարվել են իրենց երեխաներից եւ չեն ուզում, որ իրենց դեմքով իմանան
բայց այստեղ հարցը ուրիշ է, ինչքանով են այս մարդկանց իրավունքները պաշտպանվում դատարանում։ Սուսանա, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, կես րոպե ժամանակ ունենք։ Փաստի քանի որ խոսեցինք փոքրիկներից եւ հաղորդումներ սկսեցինք, չկարողացանք չհիշել մեր փոքրիկ Տիգրանին, հրաշքների ենք սպասում, բայց 2 օր հետո մեր երեխաների իրավունքների պաշտպանության, մեր երեխաների պաշտպանության օրն է։ Շատ հակիրճ, կես րոպե ժամանակ ունենք։ Ես կցանկանամ ուղղակի, որ մեր երեխաներին շատ ավելի ուշադիր լինենք եւ հատկապես պետական մակարդակով, քանի որ փողոցներում, հասարակական վայրերում եւ ինչի՞ չէ մարզային վայրերում, այստեղ մենք լուրջ պաշտպանության խնդիր ունենք ոչ միայն երեխաների, այլև նաեւ բնակչության եւ խոսքս կուզեի ուղղել տարածքային կառավարման նախարարին, որ հատկապես գետափնյա տարածքներում, բնակելի տարածքներում հսկողությունը եւ անվտանգությունը ավելի ապահովված լիներ եւ քանի որ երեխաների պաշտպանության կողքին միշտ դրվել է մայրերի պաշտպանության խնդիրը եւ այս երկու հարցը միշտ զուգահեռ է տարվել, նաեւ զբաղվենք եւ մայրության պաշտպանության հարցերով եւ շնորհավորենք մեր մայրերին եւ երեխաներին։ Շնորհակալություն եմ հայտնում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։